Ողջույն իմ Աստծո ժողովուրդ, շրջանից ուղիղ եթեր չեմ արել հայերեն լեզվով, ու այսօր մտածում էի անել ուղիղ եթեր, Փառք Աստծո այսօրվա համար, այս ժամանակի համար, միացեք ինձ, այսօր շատ լավ թեմայից եմ խոսելու, շատ լավ, շատ հետաքրքիր, շատ լավ, Մեկ վարքյան, մի հատ ուղեմ, Փառք Աստծո ժողովուրդ ջան, մի հատ լավ թեմակասրտումս ուզում եմ նրանից խոսել, դա թվերի մեջ է, 13-14-րդ գլուխը, խոսում է, որ Մովսեսը ուղարկեց լրտեսների, որ գնային տեսնային Քանանի երկիրը, շատ ուժեղ պատմություն է, շատ օրհնված պատմություն է, ու շատ բաներ կա, որ այս պատմությունից կարող ենք մենք սովորել, մեզ համար վերցնել, որովհետև շատ ժամանակ մենք կարդում ենք որպես պատմություն, բայց երբեք չենք մտածում, որ մենք կարող ենք ինքներս լինել այդ իրավիճակում։ Մովսեսը ուղարկեց 12 հոգու ամեն Իսրայելի, ամեն տրիբուից, կարելի բառը մոռացա հայերեն, ինքը ուղարկեց այդ մարդկանց, որ գնան զննեն, տեսնեն, ման գան, ինչ կա, ոնց կա, ինչ քաղաքներ են, ուժեղ քաղաքներ են, թե ոչ, շատ հետաքրքիր պատմություն է, ու նրանք գնում են, տեսնում են մեծ քաղաքներ, պարիսպներ, տեսնում են, որ ընդեղ ապրում են աժդահաներ, տեսնում են, որ շատ հզոր են նրանք, շատ բաներ են տեսնում։ Բերեք հենց կարդանք առաջի 13-րդ գլխի առաջի խոսքից։ Տերը խոսեց Մովսեսի հետ եւ ասեց նրան. մարդկանց ուղարկիր հետազոտելու կանանացիների երկիրը։ Ես մենք տեսնում ենք, որ Տերը խոսեց, առաջի բառը, առաջի կարևորությունը, Տերը խոսեց Մովսեսի հետ, ասեց ուղարկիր մարդկանց։ Դες ինչ ենք մենք տեսնում, որ Տերը ինքն է ասում ուղարկիր Մովսեսին, ոչ թե Մովսեսն է գնում ինքը իր գլխի տենց ասած, ինքը իրանով կազմակերպում, որ մարդկանց ուղարկի, այլ Տերն է ասում ուղարկիր մարդկանց։ Ու Մովսեսը ամեն տրիբուից մարդ է վերցնում եւ ուղարկում է, ամեն տրիբուից վերցնում է ու կարելի ասել Փառք Աստծո այն երկուսի համար, որ գոնե երկու պոզիտիվ մարդ կար նրանց մեջ, որը մեկը Հեսուն էր, իսկ մյուսը հեսա կասեմ անունը, հայերեն մի քիչ դժվարանում եմ նրա անունը։ Որտեղ էր, հեսա մեկ վարքյան։ Քաղեբ, ճիշտ ասեցի, չէ, չեմ գտել հələ, բայց մետ Քաղեբը, եթե սխալվում եմ, կասեք սխալ է, եթե ճիշտ է, ուրեմն ճիշտ է, Քաղեբ, հա, ու ինչ է կատարվում, այս երկուսը իրանք ավելի պոզիտիվ մարդիկ էին ու Փառք Աստծո նրանց համար, որովհետև իրանք ուրիշ բան տեսան, ու նրանք, որ վերադառնում են, այնտեղից իրանց հետ բերում են այնտեղի մրգերը ու շատ մեծ հետաքրքիր պահ է, որ իրանք բերում են մի խաղողի ողկույզ, որը 2 հոգով են բռնել, 2 հոգով են բերում ու շատ պատկերացնում եք ինչքան մեծ է եղել, մի խոսքով նրանք գալիս են ու Մովսեսին ասում են, որ շատ լավ երկիր էր, որ ամեն ինչ կա այնտեղ, բայց այնտեղի մարդիկ շատ մեծ են, մենք նրանց չենք կարող հաղթել ու
այս 10 հոգին մի մարդու նման դեմ են, ասում են, որ մենք պետք է չգնանք պատերազմելու։ Մենք պետք է չգնանք պատերազմելու, որովհետև մենք չենք կարող նրանց հաղթել։ Դա անհնար է։ Իսկ երկուսը, Քաղեբն ու Հեսուն, նրանք հակառակը, իրանք պատրեցին իրանց զգեստները եւ ասացին, եթե Տերն է մեզ հետ, եթե Տերն է մեզ ուղարկում, մենք կարող ենք գնալ, մենք կարող ենք հաղթել, մենք կարող ենք։ Մի խոսքով, այս 10-ը այնպես ազդեցին ամբողջ Իսրայելի ժողովրդի վրա, որ Իսրայելի ժողովուրդը պատրաստ էր քարկոծել այդ երկուսին, քարկոծել, որովհետև շատ ցավալու է, որովհետև նրանք հավատացին այդ 10-ին։ Դե իհարկե, եթե վերցնես քանակայինով 10-ը ավելի շատ է, քան թե 2-ը։ Բայց եթե նայում ես արմատները, Իսրայելի ժողովուրդը կարծես թե կուրացան, կարծես թե իրանք կուրության մեջ մնացին։ Ինչու՞։ Տեսեք, ամենասկզբից թվերի մեջ կարդում ենք 13-րդ գլխում, որ Աստվածը Մովսեսի հետ խոսում։ Աստվածը Մովսեսին ասում, որ ուղարկիր մարդկանց։ Տերն է ասում։ Հասկանում եք, այսօր մեր կյանքում մենք շատերս ենք ընկնում այս 10-ի դաշտում, 10-ի պես ենք նմանվում, կամ դառնում ենք Իսրայելի ժողովուրդը, ոհմակային մտածելակերպ։ Շատերս ենք ինչ-որ իրավիճակներից ելնելով միանգամից հանձնվում, թուլանում, չենք ուզում, որովհետև իրավիճակը մեր աչքին ավելի մեծ է, ոնց որ այն իրավիճակը այդ 10-ի աչքին էր ավելի մեծ։ Իրանք տեսեն են հսկաներին, իրանք ասացին, որ մենք չենք կարող հաղթել, բայց իրանք մի կարևոր բան մոռացան, որ իրանց Աստված էր ուղարկել, ոչ թե Մովսեսը։ Իրանց հետևը Աստված էր կանգնած։ Հասկանում եք, շատ կարևոր է, ժողովուրդ ջան, որ ամեն մեկս հասկանանք այսօր։ Մենք եթե ունենք փրկություն մեր կյանքում, եթե մենք այսօր մեզ համարում ենք քրիստոնյա, ուրեմն մենք պետք է ինչ անենք, ապավինենք մեր Աստծու։ Մենք պետք է քայլենք մեր Աստծու հետ։ Ոչ թե մեր ուժերով, ոչ թե մեր կարողություններով, ոչ, ժողովուրդ ջան։ Եթե հասկացեք, մի հատ հասարակ հարց տամ, ով է Հիսուսի հետ երեք ընթրիք արել, ով է երեք Հիսուսի հետ սուրճ խմել, ով, ոչ ոք, բայց մենք խորին հավատում ենք, մենք խորին հավատում ենք Աստծու որդին, մենք հավատում ենք ինչ արեց Հիսուսը մեզ համար, ինքը տվեց իր կյանքը, ինքը այրուն թափեց մեզ համար, մենք հավատում ենք, մենք մինչև անգամ կարիք էլ չունենք սուրճ խմենք, որ հավատանք, Հիսուսի հետ սուրճ խմենք, որ նրան հավատանք, որտեղ մենք ավելի քան մեր ներսում, մեր խորքում հավատում ենք, ժողովուրդ ջան, ու գիտենք, որ ինքը Աստծու որդին է, ինքը այս աշխարհը եկել մեզ համար, ինքը մահացել է ու այրուն է թափել ու հարություն է առել մեզ համար, մենք խորին հավատում ենք դա, հասկանում եք, ժողովուրդ ջան, շատ կարևոր է, որ հասկանաք Իսրայելի պրոբլեմը, այս 10 լրտեսների պրոբլեմը, որ գնացին հետախուզության, նրանք հույսը դրեցին իրավիճակի վրա, նրանք հույսը դրեցին իրանց աչքի տեսածի վրա։ Այսօր քրիստոնյա ժողովուրդը շատերն են ապրում այս ձև։ Նրանք տեսնում են պրոբլեմներ, նրանք տեսնում են հիվանդություններ, նրանք տեսնում են, որ չկա որոշում, նրանք տեսնում են, որ չկա ելք, նրանք տեսնում են, որ իրավիճակը իրանց կուլ է տվել, բայց չեն հասկանում, որ նրանք ընդունել են Հիսուս։ Եթե դու ընդունել ես Հիսուս ու դու հիմա նայում ես, գրի այո, ես ընդունել եմ Հիսուս։ Եթե դու ընդունել ես Հիսուս, դու իրավունք չունես թողնել, որ իրավիճակը քեզ իշխի։ Քո աչքի տեսածը շատ ժամանակ վերջնական չի։ Համաձայն ես դու իմ հետ։ Եթե համամիտ ես, գրի ես համամիտ եմ։ Մեր աչքի տեսածը վերջնականը չի։ Շատ ժամանակ շատ բան ենք տեսնում, ու բայց եւ միաժամանակ տեսնում ենք, թե ոնց է այդ բանը փոխվում։ Ու այսօր ինչ կատարվավ։ Ժողովրդին ուղարկեց Մովսեսը այդ լրտեսներին, ասաց գնացեք, նայեք, հետախուզեք Քանանի երկիրը, տեսեք ինչ կա։
Այնտեղից նրանք բերեցին լավ մեծ մրգեր, դուք պատկերացնում եք։ Մեծ մրգեր, որ մի միրգը 2 հոգով են բռնում։ Ու նրանք ժողովուրդը տեսավ, ուրախացավ, բայց նրանք մի բան ասացին, որ մենք չենք կարող։ Որ մենք չենք կարող։ Ես բոլորիդ խորհուրդ կտամ, որ կարդաք Մանրոցի 13-14-րդ գլուխը, դա շատ կարևոր է։ Ու մենք չենք կարող հաղթել, որտեվ նրանք հույսները դրեցին իրանց աչքի տեսածի վրա։ Ցավում եմ այսօր շատ քրիստոնյաներ հույսերը դնում են, իրանց հույսը դնում են իրանց իրավիճակի վրա։ Ես չեմ կարող աշխատել, ես ինչքան էլ աշխատեմ, իմ մոտ չի ստացվի, գործը չսկսած, իմ բիզնեսը չի քայլի, իմ բիզնեսը չի շարժվի, իմ բիզնեսը չի ապրի, իմ չի ստացվում։ Այո, կարող է լինեն վրիպումներ, կարող է լինեն անկումներ, բայց դուք պետք է հասկանաք, որ մենք Աստծո զավակ ենք։ Եթե դու աշխարհում առանց Աստված էիր ապրում, այլ քո գործերը չէր լինում նորմալ, ընթացք չուներ ու դարձար Աստծո զավակ ու նորից չի լինում։ Ժողովուրդ ջան, ստե մի բան կա, մի հատ մեծ խնդրեմ կա։ Աշխարհում դու գլխի տեր չուներ, Աստծո ողորմությունով էր ապրում, բայց որ դու ընդունեցիր Տեր Հիսուս Քրիստոս, ինչ դարձավ քո կյանքը։ Քո կյանքում եկավ փոփոխություն։ То есть դու ունես քո գլխին Տեր։ Իսկ մենք աղոթում ենք, չէ, ասում ենք, չէ, Տեր Աստված, Հայր Աստված։ Մենք ունենք Հայր, մենք որբ չենք։ Բայց ցավում եմ շատ ժողովուրդ Հիսուս են ընդունում իրանց կյանք, բայց ապրում են որբի պես։ Հիսուս են ընդունում իրանց կյանք, բայց հույսը դնում են ինչ իրանց ձեռքերի վրա, իրանց ուժի վրա, իրանց կարողության վրա։ Նո, իհարկե, փառք Աստծո, շատ լավ է, որ Աստված տվել է մեզ ձեռք, ոտք, կարողություն անել, բայց ես գիտեմ, որ օրհնությունը գալիս է Տիրոջից։ Ես ուզում եմ դու հասկանաս, որ հաղթանակը ինչ չի հետաքրքրում, ինչ իրավիճակում ես դու այսօր գտնվում։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ինձ մի բան է հետաքրքրում, որ քո Տերը Հիսուսն է։ Եթե քո Տերը Հիսուսն է, գրի իմ Տերը Հիսուսն է։ Այո, իմ Տերը Հիսուսն է։ Քո Տերը Հիսուսն է։ Ես գիտեմ այս խոսքը այսօր մեկին վերաբերվում է, ոչ թե մեկին, այլ շատերին։ Քո Տերը Հիսուսն է։ Հերիք հույսը դնես քո աշխատավարձի վրա։ Հերիք հույսը դնես քո ուժերի վրա։ Հույսը դիր Աստծո վրա ու գործիր։ Աստված կորտնի քո գործը։ Այդ 10 պարալիզացված էին իրանց աչքի տեսածով։ Այդ 10 լրտեսները, այո, իրանք բերեցին իրանց ձեռը փաստ օրհնություն, միրգը, որ 2 հոգով բերեցին Մովսեսի առաջ, իրանք մոռացան, որ իրանց Աստված էր ուղարկել Մովսեսի միջոցով։ Այսօր շատ ժամանակ մի հատ իրավիճակ է լինում, դու մոռանում ես, որ Հիսուսն է քո Տերը։ Բռնեցի ձեզ։ Մատը փուշա մտնում մոռացար, վայ, մի քիչ հիվանդացար, մի 1000 հոգու զանգում ես, ես հիվանդ եմ։ Միգուցե այդ 1000 հոգու հետ մի 10 րոպե աղոթեիր։ Ես ավելի քան համոզված եմ, որ դա արդեն բժշկված կլիներ։ Բայց այսօր չարը գործում է նույն այդ մեխանիզմով, ոնց որ գործել է առաջ։ Մարդկանց արժև բերում է իրավիճակ, դա անհնար է։ Ինչ չեն անում, ես այսքան անում եմ, ինձ գումար չեն տալի, ես քեզ այսքան անում եմ, ինձ չեն հարգում, չի լինի, չի ստացվի, չի լինի։ Այո, բաներ կարա դժվարությունով լինի, բայց կլինի։ Մենք, այո, մեկ կարող է անպագորգոր դուրս տանք, ասենք, որ մենք շատ ենք սիրում ասել, մենք շատ ենք սիրում դրամատիզիրovat անել, բայց մենք չենք ապրում։ Մենք չենք ապրում։ Ով որի մեջ ենք ավելի մեծ է, քան նա, ով որ ապրում աշխարհում, հասկանում ես, ես ամեն ինչ կարամ Տեր Հիսուս Քրիստոսով, դա մենակ բառերի մեջ չի, դա կյանքում է։ Դա պետք է գործվի ձեր կյանքում, ժողովուրդ ջան, հասկանում եք։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ մենք ունենք Տեր Հիսուս։ Շատ կարևոր էր այս 12-ին, ես 12 չեմ ասում, 12, որովհետև Հեսուն ու Քաղեբը իրանք ուրիշ հոգով մարդիկ էին։ Իրանք ուրիշ բան էին տեսնում, իրանք ուրիշ իրավիճակ էին տեսնում, ի տարբերություն 10-ի։ Բայց այս 10-ը
Իրանք տեսնում են իրանց հոգսերը, իրանց խնդիրները, իրանք տեսնում են այդ աժդահաներին, իրանք տեսնում են այդ ենակվի ցեղերին, այդ մեծերին, գիգանտներին, իրանք տեսնում են մեծ խնդրեմ, իրանք տեսնում են, որ իրանք ունեն խնդրեմ, իրանք չեն կարող այդ խնդրեմից ազատվել, իրանք տեսնում են այդ ամեն ինչը։ Իրանք տեսնում են, որ իրանք չեն կարող հաղթել, որտեղ իրանք իրանց հույսը դնում են իրանց ձեռքերի ուժի վրա։ Իրանք հիմնվում են իրանց ձեռքերի ուժի վրա։ Այսօր, գիտես, եթե քո կյանքում մի բան չի ստացվում, ու դու փորում ու փորում, անում, չարչարվում ու չի ստացվում, չի ստացվելու։ Վայ, ես ինչ ասեցիր։ Այո, չի ստացվելու, որովհետև դու դնում ես քո հույսը քո ուժերի վրա, ոչ թե Աստծո օրհնության վրա։ Հիշեք, Աստծո խոսքն ասում է. «Միր լիժիտ վազլե»։ Աշխարհը չարության մեջ է։ Ես ավելի քան համոզված եմ, եթե չլներ չարը, ինչ էլ որ անեիր, դու քո մոտ քաջողվեր։ Բայց չարը այս աշխարհում է, ու չարը ամեն ինչ անում է, որ դեմ կանգնի քո արած գործին, քո ձեռի գործին, քո աշխատանքին, ամեն ինչ անում է։ Դրա համար Հիսուսը եկավ այս աշխարհ, որ պարալիզացնի չարի գործերը, պարալիզացնի չարին այն ինչ որ քո դեմ է գործում։ Դու պետք է դա լավ հասկանաս, որ այսօր մենք առանց Աստծո այս աշխարհում չենք կարող գնալ առաջ։ Այո, դու կարող ես քեզ թվում է ասում ես, բա այն աշխարհիկները ո՞նց են ապրում, այն աշխարհիկների վերջը դժոխք է, եթե չապաշխարեն։ Հասկանում ես։ Իհարկե, չարը լավ ուտացնում է, չաղացնում է, վերջում մորթելու է։ Հիշեք, այս աշխարհում ոչ մի բան ձրի չկա, ձրի հասկացողություն չկա։ Այն, ով որ էլ հասնում է ինչ որ բաների, եթե ինքը առանց Աստծու է, եթե չապաշխարեց, բանը բուրդ է լինելու։ Հիշեք, ժողովուրդ ջան։ Դրա համար այսօր մենք պետք է հասկանանք, որ փառք Աստծո, որ ինձ ուժ տվել։ Ես միշտ ասում եմ, փառք Աստծո, որ ինձ տվել է հնարավորություն, բայց ես փառքը տալիս եմ Աստծուն։ Ինչ է դա նշանակում։ Ինչ է դա կոչվում, որ ասում ամբողջ փառքը Աստծուն։ Ես ասում եմ, որ Տերն է իմ հետևը կանգնած, Տերն է իմ դեմը կանգնած, Տերն է իմ մեջ։ Ես ունեմ ինչ կտուր իմ կյանքում, ես ունեմ պաշտպանություն իմ կյանքում։ Արդյոք այդ բանը դու ունես քո կյանքում։ Դա շատ կարևոր է, որ դու մի հատ վերանայես։ Դրա համար այսօր շատերը հոլի պես, չգիտեմ, ամեն ինչ անում են, պատտվում, որ մի բանի հասնեն ու չեն կարողանում։ Գիտեք ինչու։ Որովհետև դուք ուզում եք ձեր ուժերով մարդկանց ապացուցել, ձեր ուժերով ցույց տալ։ Կարող է ինչ որ մի ժամանակ դա հաջողվի, բայց դա երկար չի քաշելու։ Դրա համար ես չունեմ ոչ մեկին ցույց տալու։ Ես չունեմ ոչ մեկին ոչ մի բանով ապացուցելու։ Ես վայելում եմ իմ կյանքը Տեր Հիսուս Քրիստոսով, Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։ Հիշի դա։ Դրա համար եթե քո կյանքում չկա ինչ որ բաներ, ես ուզում եմ դու վերանայես, արդյոք դու Աստծո հետ ես քայլում։ Այդ 10-ը մոռացան, այդ 10-ը կորցրեցին այն առաջի տեսիլքը, խոսքը, որ ում կողմից էին ուղարկված Աստծո։ Եթե Աստված վստահում է քեզ մի բան, եթե Աստված ասում է արա մի բան, համոզված եղի, որ Տերը քո հետ է։ Բայց այլ ժողովուրդը այս 10-ը անարգեցին։ Իրանք որ գնացել էին հետախուզելու, լեթի Աստծո ձեռքը չլներ նրանց հետ, նրանք 100% կարային բռնվեին, նրանց 100% կարող էին սպանել։ Հասկանում ես։ Մի թուլացի քո հավատքից, մի նայի աչու ձախ, նայելով ուրիշներին, վայ էսի ունի ես չունեմ, վայ էսի հասավ ես չհասա, վայ էսի կվարտիրը առավ ես չառա, վայ էսի տուն առավ ես չառա, վայ, լսի, ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ամենակարևորը, ես ուզում եմ, որ դու հիմնվես Աստծո մեջ։ Դու հասկանաս,
որ դու Աստծո զավակ ես, դու Աստծո զավակ ես։ Եթե Աստծո զավակ ես, գրի ես, այո, ես Աստծո զավակ եմ։ Եթե դու Աստծո զավակ ես, դու չունես ոչ մի բան մասին մտածելու։ Տերը կանգնում է իր զավակների հետևից։ Դե կասես, հովիվ, հիմա ո՞նց հասկանամ, ես Աստծո զավակ եմ, բայց լիքը բաներում ինքների իմ հետևից չի կանգնի, որովհետև դու Տիրոջը մոռացել ես։ Որովհետև դու Տիրոջը հիշում ես միայն բառերով, ոչ թե գործերով։ Մի հատ դեպք կար, հիշում եմ, մի հատ տղա ամեն անգամ գալիս էր, ասում էր, ես գործս չաջողավ, գործս չաջողավ, բայց ինքը հավատում էր Աստծուն։ Ինչու՞։ Ասում, արի նայենք ինչու։ Ասում է, դե գործը հենց ինձ գործ էին առաջարկում, էթում էի, սկսում էի ու հետո ասում էի, Տեր ջան, օրհնի ու Տերը չէր օրհնում։ Իսկ ասի կարող էի մինչև գործը սկսել Աստծու հետ խոսել, Աստծու առաջ բերել։ Այդ գործ ասեր Տեր, եթե քո կամքն է, օգներ ես մտնեմ այս գործի մեջ։ Եթե քո կամքը չի, ինձ հեռացրու ինձանից։ Կարող էր մինչև գործ մտնելը Աստծուց խորհուրդ հարցնել, Աստծուց խնդրել։ Ոչ թե գործի մտար, Աստծուն փաստի առաջ ես կանգնեցնում։ Այդպես բան չկա։ Այս 10-ը տեսան իրանց աչքի մեծ բաները ու մոռացան, որ ում կողմից էին ուղարկված Քանանի երկիր, ում կողմից էին ուղարկված լրտեսության։ Իրանք մոռացան, որ իրանք այդ Քանանի երկրում են, իրանք այնտեղ են, բայց Աստծո հրեշտակները իրանց պահապանում են։ Իրանք մոռացան, որ իրանք քայլում են, իրանք ռիսկի են իրանց կյանքը դնում, ռիսկի տակ են դնում, բայց Աստծո հրեշտակները նրանց պահում են։ Մոռացան դրանք։ Մոռացան, որ այդ պտուղները բերեցին, Աստծո հրեշտակներն էին իրանց պաշտպանում։ Մոռացան։ Ես չեմ ուզում, որ դու մենակ բառերով ասես ես քրիստոնյա եմ։ Ես չեմ ուզում, որ մենակ դու բառերով ասես ես քրիստոնյա եմ։ Չեմ ուզում։ Ես ուզում եմ դու ամբողջ կյանքովդ ապրես որպես քրիստոնյա։ Հիշիր մի բան, մի եղիր այդ 10-ի պես։ Աչքի տեսածը ինքը երկար չի մնա։ Հիմա մի հատ հարց տամ։ Ինձ կարող ես ասել անցած տարի այս օրը, այս պահին ինչ խնդրի մեջ էր։ Կարող ես ասել։ Չես հիշում, չէ՞։ Ոչ մի բան հավերժ չի։ Այն խոսքը հիմա քոնն քեզ ավերաբերում։ Այն իրավիճակում, որ դու կաս, դա հավերժ չի։ Դա հավերժ չի մնալու։ Դա գնալու է։ Ու չես հիշելու։ Չես հիշելու։ Հիշի մի բան։ Այդ 10-ը արեցին շատ մեծ սխալ։ Իրանք տեսան աչքի տեսածը։ Ոչ մի աչքի տեսած հավերժ չի։ Բայց Հեսուն Քաղեբը իրանք ինչ տեսան։ Իրանք տեսան մի բան, որ իրանք կարող են։ Ինչու՞, որտեղ իրանք չմոռացան, որ Աստված է իրանք ուղարկել։ Ասես որտեղից կարող ես ասել, որտեղ իրանք ամեն րոպե Աստծո անունն են տալի։ Իրանք ասում են, որ Աստված մեզ հետ է։ Իրանք ասում են Աստված թողել է այդ ազգին, Աստված մեզ հետ է, այդ ազգի հետ չի, ու մենք կարող ենք հաղթել, որտեղ իրանք ամենասկզբից չմոռացան, որ իրանք ուղարկված են լրտեսության ուսումնասիրելու Եղումեղրի հողերը Աստծու կողմից։ Իրանք չմոռացան դա։ Բայց այսօր շատերը այո, եկեղեցում փառք Աստծու, հալելույա, ամեն, բայց դուրս են գալի, մի իրավիճակի մեջ են ընկնում, մոռանում են, որ Աստված իրանց հետ է։ Խնդրում եմ, մի մոռացի, Տերը քո հետ է, Տերը քո հետ է, կապ չունի։ Ինչ ձևի գիգանտներ են քո դեմ կանգնած, կապ չունի, ինչ ձևի հասկաններ են նրանք։ Կապ չունի ինչ խնդրի մեջ ես դու։ Ֆինանսական, հոգևոր, ֆիզիկական, առողջական կապ չունի։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս այն օրը, որ դու ընդունեցիր Հիսուսին, Տերը քո հետ է։ Մինչև Հիսուս ընդունելը դու ապրել ես Հեթանոսի պես։ Բայց որ ընդունեցիր Հիսուսին, հիշի Հեսուի, Քաղեբի պես։ Նրանց Աստված է ուղարկել։ Նրանց հետևից նրանց հետևը, նրանց դեմը Աստծո հրեշտակներն էին։ Հիշի,
Այն օրը, որ դու ընդունեցիր Հիսուսին, Հիսուսը քո հետ է։ Տիրոջ ձեռքը քո վրա է, Տիրոջ հրեշտակները քո հետ են, Տիրոջ հոգին քո հետ է։ Որ ընկնում ես իրավիճակների մեջ, գիտես ինչու։ Որտեվ քո աչքի տեսածին ավելի ես հավատում, քան թե Աստծո խոսքին։ Կարող ես ասես ինչու այսպես լինում։ Դա կարա լինի, որ դու քիչ ես ունը, քիչ շփում ունես Աստծո հետ։ Քիչ շփում ունես։ Ես չեմ ասում ձևական, կրոնական, մեռած, որ առավոտը հելար, աղոտ քարեցիր, ձևական կարդացիր, չէ։ Աստծո հետ շփումը դա մեծ դիալոգ է։ Աստծո հետ շփումը դա երկխոսություն է։ Երբեք մի աղոթելու համար, երբեք մի կարդալու համար պլան ես կատարում։ Հիշեք ժողովուրդ ջան, իմ կյանքում եկավ մեծ փոփոխություն, գիտեք երբ, այն ժամանակ, որ ես սկսեցի Աստծո խոսքը կարդալ, ոնց որ ես իմ վերջին օրն է։ Կապ չունի ինչ գլուխ է կարդում։ Ոնց որ ես իմ վերջին օրն է, վերջին ամակն է, որ ես կարդում եմ։ Ու գիտեք, դրանից հետո իմ կյանքում մեծ փոփոխություններ եկավ, որտեվ որ այն ինչ որ ես անում էի, ու ես sense մի հատ դիվիզ ունեմ իմ կյանքում, ասում եմ ապրիր ամեն օր ոնց որ քո վերջին օրը։ Ինչու ամեն օր որպես քո վերջին օր, որտեվ դու ամենալավն ես անելու։ Դու ավելի ուշադիր ես լինելու կարդալու մեջ։ Շատ կարևոր է, ժողովուրդ ջան, որ դուք դա հասկանաք։ Շատ կարևոր է։ 10 իրանք պղտորեցին, կեղտոտեցին։ Ինչը Իսրայելի ժողովրդին։ Իրանց կարճ մտածելակերպով, իրանց աչքի տեսած գիգանտներով, հսկաներով։ Գիտեք, այսպես ձեր կյանքում կարա լինի։ 10 սպանում են ազգերի։ Ինչ? Այո, 10 սպանեցին ամբողջ ազգի, целое поколение։ Իրանք սպանեցին։ Աստված բարկացավ ու ասաց, այս սերունդը ինքը չի մտնի Քանանի երկիր։ Ում պատճառով։ 10-ի պատճառով։ Որտև իրանք հավատացին 10-ի ասացին, քան թե Աստծո խոսքին։ Իրանք մոռացան այն հրաշքները, որ Աստված իրանց համար արեց։ Իրանք մոռացան, որ ինքը 600 կալիսնիցը Եգիպտոսի կալիսնիցը բան արեց, սաղ զինվորները սրանք խորտակվեցին։ Սաղ Եգիպտոսի զինվորները խորտակվեցին։ Իրանք մոռացան Աստծո մեծությունը, որ Աստված հրաշքներ էր անում։ Իրանք մոռացան ամենակարևորը, որ Աստծո ներկայությունը կրակ իրանց հետ էր ամեն օր։ Իրանք մոռացան, որ Աստված ջրեր էր տալի իրանց խմելու։ Իրանք մոռացան, որ Աստված այնքան հրաշքներ էր անում։ Իրանք մոռացան։ Հասկանում ես։ Սենց հայրենում սենց խոսակցություն ասածված կասում մի հատ գիժ քարակցումա փոսը 10 խելոք չեն կարողանում հանել, որտեվ իրանք ընկնում են դրա ազդեցության տակ։ Մինգի իրավիճակի ազդեցության տակ։ Գիտեք, քո կողը ոչ ճիշտ մարդիկ են, հերիք նրանց լսես։ Բավ է, հերիք նրանց լսես։ Դուրս արի ինտեղից։ Փոխի քո շրջապատը։ Մի ամաչի, վայ ինչ կմտածեն, որ ես փոխեմ։ Լսի, գիտես ինչ կմտածեն։ Այդ մարդիկ դատաստանի օրը քո համար պատասխան չեն տալու։ Ամեն մարդ իր կաշին է փրկելու։ Դրա համար, քանի դեռ ուշ չի, ես ուզում եմ, որ դու լավ լսես։ Եթե մի բան քեզ խանգարում է Աստծո հետ քայլել կատարյալ ձևով, փոխի։ Կանգնի, թող, դա շատ կարևոր է, շատ կարևոր է։ Այդ 10-ը սպանեցին ամբողջ սերունդին, որտեղ իրանց աչքի փաստի փաստը, որ իրանց աչքերի առաջ էր, դա ավելի մեծ էր, քան թե Աստծո խոսքը։ Իրանք մոռացան, որ Աստված էր իրանց ուղարկել։ Մոռացան։ Մի մոռացի, որ դու Աստծո զավակ ես։ Մի մոռացի, որ Աստված քո հետ է։ Մի մոռացի, որտեղ որ դու կաս, Աստված է քեզ ուղարկել։ Մի մոռացի,
Այն ինչ որ անում ես, Աստված տեսնում է։ Մի մոռացի, եթե դաժե մինչև անգամ դու քեզ թվում է բոլորից լքված ես, մինչև անգամ Աստված է քեզ լքել, դա դժոխքից եկած սուտ է, Աստված քո հետ է։ Աստված քո հետ է։ Հիշում եք այն պատմությունը, որ մի մարդ Աստծո հետ երկխոսության մեջ է մտնում, Աստված նկարա ցույց տալի երկու հետք, ասում է, այդ այն ժամանակն էր, որ մենք իրար հետ քայլում էինք, Աստված Հիսուս, մեկ էլ տեսնում որ մի հետքը կանգնում է, չկա, մի հետքն է քայլում, ասում է, այդ Հիսուս երևի այն ժամանակ էր, որ ես մենակ ծանր վիճակում էի, մենակ էի գնում։ Հիսուսն ասում էր, ոչ, դա իմ հետքն է, ես քեզ գրկած էի տանում։ Երբեք չհավատաս, քանի դու կենդանի ես, Աստված քո հետ է։ Երբեք չհավատաս, որ Աստված քեզ թողել է։ Դից բան գոյություն չունի։ Հերիք իրավիճակներին տաս, քո կյանքում մտքեր բերեն, ինչ որ թեզիսներ բերեն քո կյանք, մի թող, խնդրում եմ մի թող, Աստված քո հետ է, այն 10-ը մոռացան, 10 լրտեսները մոռացան, ու այդ 10 լրտեսների պատճառով ամբողջ ազգը մահացավ անապատի մեջ։ Աստված բարկացավ ու խոսեց, ասաց ոչ ոք չի մտնելու Քանանի երկիր, բացի իմ ստրուկից, իմ ծառայից, Քաղեբը ու մեկ էլ տեսնում ենք Հեսուն։ Այդ երկուսը, ինչու երկուսը, բա ուր են այդ 10-ը, բա ուր է քո անցած տարվա պրոբլեմը, հիշում ես, դե ինձ գրի մի հատ, ասա ես անցած տարի այսօր այս ժամանակ ես պրոբլեմն էի, չես հիշում, որովհետև այն ինչ որ աչքի տեսածը բռնի ես հայտնությունա, այն ինչ որ աչքի տեսածը այսօր, դա ժամանակավոր է, դա հիմնական չի, այն ինչ որ Աստծո խոսքն է, դա հիմնական է, դա հավերժ է, իսկ դու ընդունել ես հավերժ Տիրոջ որդուն, ընդունել ես, գրի այո, ընդունել եմ, գրի մի ամաչի, դու հասկանում ես ինչ եմ ասում, իրավիճակները գնացող են, հավերժ Տերն է քո հետ, որ ընդունեցիր Հիսուսին Տեր ու Փրկիչ, հիշի, դու էլ որբ չես, դու էլ մենակ չես, դու էլ հեթանոս չես, Տերն է քո հետ, Տերն է քո հետ, այո, Տերն է քո հետ, ժողովուրդ ջան, այն 10-ը սպանեցին ազգ, իսկ այն երկուսը փրկեցին նոր սերունդին, մտցրեցին ուր Քանանի երկիր, Եղումեղրի երկիր, մտցրեցին։ Ես հավատում եմ, որ ավելին, որ Աստված քո միջոցով շատ մարդկանց է փրկելու, մտցնելու է ուր Քանանի երկիր, դա խորհրդանիշ է փրկություն, հավերժություն։ Ես ուզում եմ, որ դու մտածես այսօրվա այս ինչ որ ասում եմ, կարող ես նորից լսել այս ուղի եթերը ես կպահեմ, մի թող այդ 10-ի պես իրավիճակները քեզ ուտեն, ու երբեք թող այն ինչ որ քո աչքը տեսնում է, դա քո համար չդառնա թեզիս, դա քո համար հետո չդառնա իրականություն, որտեվ այն Հոբը ասում էր, ինչից վախեցա, դա եկավ իմ կյանք։ Եթե դու մտքերին տեղ ես տալի, եթե դու իրավիճակներին տեղ ես տալու, նրանք են դառնալու քո իրականությունը։ Եթե դու այդ մարդն ես, մենք այսօր կաղոթենք։ Եթե ինչ որ մտքեր իրավիճակներ ես տեղ տվել քո կյանք, քեզ պետք է ապաշխարել։ Քեզ պետք է ասել, Տեր, ես ապաշխարում եմ։ Տեր, ես չեմ ուզում, ես ներողություն եմ խնդրում, ես հասկացա այս խոսքի իմաստը, որ ես պետք է ան երկուսի նման լինեմ, որտեվ ես քրիստոնյա եմ, ես այն օրը որ դարձա քրիստոնյա, որ ընդունեցի Տեր Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ, Տերը իմ հետ է։ Ուր էլ որ գնամ, դրա համար Դավիթն ասում է, даже մինչև անգամ գնամ долина смертной тени, я не убоюсь зла։ Մահվան շուքի ձորի մեջ էլ լինեմ, ես չեմ վախենա մահից։ Ինչու՞։ Որտեվ Դավիթը հասկացավ։ Ինչի՞ ուզում եք ասեք Դավիթը սխալներ չուներ։
Դավիթը ասենց իդեալական էր, չէ։ Դավիթը այնքան խնդիրներ ուներ։ Ոչ մի թագավորի ձեռը այդքան այրունոտ չեղի, ինչքան Դավիթի։ Ոնց որ բռնեցի ձեզ։ Դուք հասկանում եք։ Բայց Դավիթը շարունակում էր շարժվել Աստծո առաջ։ Շարունակում էր Աստծո հետ գնալ առաջ։ Մի թող ինչ որ սխալ, ինչ որ իրավիճակ, ինչ որ մեղք քեզի բռնի։ Մի թող դու մեղքի խամաճիկ չես, հիշի դա։ Դու ազատ ես մեղքերից։ Աստված քեզ ազատագրել է մեղքերից։ Մի թող իրավիճակները, մի թող այո, եթե դաժե մինչև անգամ դու ինչ-որ մի բանի մեջ սխալվել ես, սայթակել ես, այո, այդ խոսքը քո համար է, ես նորից եմ կրկնում, ես սխալվել ես, սայթակել ես։ Միգուցե չար ասում է դու արդեն всё, դու էլ իրավունք չունես Աստծո որդի լինելու, մնալու։ Ես քեզ ասում եմ, հենց իմ ասա Տեր ներողություն։ Սրտանց ներողություն խնդրի Աստծոց։ Քո սխալու համար։ Քո սխալի համար, քո մեղքի համար ներողություն խնդրի Աստծոց։ Լսի, ոչ մի ծնող իր երեխուն չի սպանում, որ իր երեխան ինչ որ մի հատ սխալ է անում։ Ոչ մի ծնող, որ երեխա է ունենում, չի բերում տուն, նստացնում, հիվանդանոցից բերում է տուն, ասում է, գիտես ինչ, լստես, էսի պամպերսներն են, էսի շամպունն է, որ կարաս գնաս բաղնիք լվացվելու, լողանալու, դες բան չկա։ Հələ այդ երեխան այնքան ծնողներ էլ հարյուրավոր, հազարավոր պամպերս են փոխելու։ Դու հասկանում ես, որ ամեն ծնող հասկացողությամբ է մոտիկանում իր երեխուն։ Ես ուզում եմ, որ դու այսօր հասկանաս, որ Աստված քեզ հասկացողությամբ է մոտիկանում։ Մի արա խարակիրի քո կյանքը։ Խնդրում եմ, որ ամբողջությամբ լսես այս ինչ որ այսօր ես հիմա խոսում եմ, վերցնես նորից լսես դա։ Մի արա խարակիրի քո կյանքը, մի սպանի քեզ։ Եթե դու ծնող ես, հասկացողությամբ ես մոտիկանում քո երեխուն, առավելը Աստված։ Եթե ինչ որ սխալ ասում է, դու էլ արժան չես Աստծուն, Աստված չի լսում քո աղոթքները, դա հիշեք, դժոխքից եկած սուտը։ Աստված տենց բան չի ասում։ Հիշի մի բան ես քեզ կասեմ, ինչ չի հետաքրքրում, դու ով ես, որտեղից ես, ինչ իրավիճակում ես։ Ինձ մի բան է հետաքրքրում, քանի դու կենդանի ես, հնարավորություն ունես մեղքերիդ համար ներողություն խնդրել ու Աստված քեզ կների ու կվերականգնի։ Հիշիր, ինչ չի հետաքրքրում, ով ես ու ինչ ես արել։ Քանի դու կենդանի ես ու լսում ես այս եթերը, այս եթերը քո համար է հատուկ, որ ոչ մի բան հələ չի վերջացել։ Գիտես երբ է վերջանում ամեն ինչ։ Մի դեպքում, որ մարդը մահանում է ու դժոխք է գնում, այդ դեպքում ամեն ինչ վերջանում։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Մի թաղի քեզ ժամանակից շուտ։ Այսօր մարդկանց ես տեսնում, ապրում, իրանք ուրվականի են նման։ Գիտեք ինչ եմ ասում ուրվական։ Որովհետև եթե նավաստիները, եթե իրանք ծով են դուրս գալի, հանգարց ուրվականի են տեսնում ծովի ափին, իրանք գիտեն, որ նավը իրեն շուր է գալու։ Ու ուրվականը, կարևոր բանն եմ ուզում ասել, ուրվականը չունի ստվեր։ Այսօր շատ մարդիկ ապրում են առանց ստվերի։ Ապրում են ոչ թե այսօրվա օրով, այն մարդը, որ ապրում է երեկվա օրով, ինքը մարդը առանց ստվերի։ То есть, եթե դու ապրում ես երեկվա օրով, երեկվա սխալներով, երեք մեղք գործեցի, երեք այս արեցի, գործեցիր, արեցիր, ես չեմ ասում, որ լավ ես արել, բայց ես քեզ մի ուրիշ բան եմ ուզում ասել, որ կարող ես ներողություն խնդրել Աստծուց ու կարող ես վերականգնվել ու թողնել այդ երեկվա օրը Հիսուսի խաչի վրա։
ու ազատվել երեկվա իրավիճակից, ազատվել երեկվա խնդիրներից, երեկվա հայոյանքից, երեկվա վատ վիճակից։ Բայց այսօր ժողովուրդը ապրում են անցյալով։ Այն մարդը, որ ապրում է անցյալով, ինքը նման է ուրվականի։ Անցյալով ապրողը երբեք չի կարող վայելել իր այսօրվա օրով։ Այն մարդը, որ չի վայելում իր ներկան, ինքը չունի ապագա։ Հասկանում եք։ Դրա համար այսօր ուզում եմ որ աղոթենք իրար հետ։ Աղոթենք եւ ասես Տեր, ես չեմ ուզում լինել այդ 10 լրտեսների պես։ Ես չեմ ուզում ապրել իմ աչքի տեսածով։ Ես ուզում եմ հասկանալ, ապրել, որ ես քրիստոնյա եմ ու ամեն օր Տերը իմ հետ է։ Եթե ինչ որ մի բանի մեջ քեզ թվում է թե Տերը քո հետ չեղե, լսի։ Հան քո մեջից վախը, հան քո մեջից կասկածամտությունը։ Հան։ Հոբը ասեց, ինչից վախեցա դա իմ գլխից եկավ, իմ գլխին եկավ։ Այնով որ կասկածում է, նրա գլխին գալու է։ Հիշեք, կասկածը, վախը, դրանք դռներ են։ Նաև մեղքը, գիտակից մեղքի մեջ ապրելն էլ է դռներ։ Դրա համար ձեզ պետք է ահապա աշխարհել այս երեք բաներից, դուրս գալ այս երեք իրավիճակից, կասկածից, վախից, մեղքից։ Պատրաստ ես իմ հետ աղոթելու։ Այս աղոթքը քո համար է։ Դու պետք է լինես Հեսուի պես։ Դու Հեսուի պես պետք է սերունդ տանես առաջ։ Այո, կլինեն իրավիճակներ, որ մարդիկ կարող են քո դեմ դուրս գալ, բայց լսի, ոչ մեկը քեզ չի կարող սպանել։ Ամբողջ Իսրայելի ժողովուրդը դուրս եկան Հեսուի դեմ, որ սպանեն նրանց, այդ երկուսին, բայց չարեցին, չկարողացան ու չեն էլ կարողանա, որտեվ Աստված նրանց հետ էր, որտեվ նրանք բռնվել էին։ Ումից Աստծո խոսքից բռնվի քո փրկությունից, բռնվի քո Հիսուսից։ Ոչ մի իրավիճակ հիշի, ոչ մի իրավիճակ չի կարող մեծ լինել քո Տեր Հիսուս Քրիստոսից։ Համաձայն ես դու հետ։ Եթե համաձայն ես, գրի այո, ես համաձայն եմ։ Ոչ մի իրավիճակ չի կարող լինել ավելի մեծ, դες բան չկա։ Քո Տեր Հիսուսից, քո Տերն է, Տերերի Տերը։ Ամեն։ Տերը ձեզ օրհնի, ժողովուրդ ջան։ Բաց թողեք այդ 10 դիրքը, բաց թողեք իրավիճակին հավատալու, բաց թողեք այն հսկաները, իմ պրոբլեմ այնքան մեծ է, դու չես պատկերացնում, Հովիվ Սամուել, իմ պրոբլեմ այնքան մեծ է, քո պրոբլեմը ոչինչ է Աստծո դեմ։ Հերիք էլի կերակրես, քո պրոբլեմը մեծանում է, գիտես ինչի պատճառով, որ դու նրան քո վախով կերակրում ես, քո կասկածամտությունով կերակրում ես, քո մեղքերով կերակրում ես։ Հերիք վերցրի ան երկուսի դիրքը։ Վերցրու։ Նավինը ներողություն չխնդրեց, Հեսուն ներողություն չխնդրեց։ Վայ կներեք ժողովուրդ ջան, լավ էլի մի բաներ ասեցի, որտեղ ուզում էին նրան սպանել, ինքը ներողություն չխնդրեց, ինքը մինչև վերջ մնաց իր դիրքի վրա, որտեղ ինքը գիտեր ով է նրա Աստվածը, իսկ այսօր դու գիտես ով է քո փրկիչը, դա Տեր Հիսուսն է, ու ինքը քո հետ է։ Եթե ով ինչ ասել է քո հանդեպ, չգիտեմ, թե կրոնական ինչ որ մի առաջնորդ շակերտների մեջ, թե ինչ որ մի հատ աշխարհիկ բան սարկու, թե ինչ որ մի հատ զավզագի մեկը, ով չգիտեմ։ Հենց հիմա այս քանդում եմ նրանց բառերը իմ կյանքի, ով որ իմ կյանքի դեմ բաներ ասե, ով որ քո կյանքի դեմ բաներ ասա, ես քանդում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, քանդում եմ։ Հայր Աստված կրկնի այդպես։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա համար, այս եթերի համար։ Տեր, ես որոշում եմ կատարում, որ ես չեմ լինի այդ 10-ի պես, աչքի տեսածից վախենալ, կամ աչքի տեսածով որոշում կատարել, ոչ Տեր, ես քոնն եմ։ Տեր Հիսուս, ես քեզ եմ ընդունել Տեր ու Փրկիչ, դու ես իմ Տեր ու Փրկիչը, իմ պահապանը, ինչ իրավիճակ է լինի, ես քո
քո կողմից եմ։ Ես քո կողմից եմ ուղարկված։ Դու ես իմ Տերը ու քո հրեշտակները ամենուր եք իմ կողմն են։ Ամենուր եք իմ հետ են։ Ուր էլ որ ես գնամ։ Տեր, ես ներողություն եմ խնդրում իմ մեղքերի համար։ Գիտակից, որ վախենում էի, որ կասկածում էի, որ մեղքի մեջ էի ապրում։ Տեր, ես ներողություն եմ խնդրում։ Կրկնի։ Ես ապաշխարում եմ այդ սխալներից, որ կասկածում էի, վայ լավ չի լինի, վատ կլինի։ Տեր, ամբողջությամբ փշրվում եմ քո առաջ ու ասում եմ. Հիսուս, դու ես իմ Տերը։ Այն օրը, որ ես քեզ ընդունեցի, չհասկացա։ Այն օրը, որ դու դարձար իմ Տեր ու Փրկիչ, ես չհասկացա, որ ես պետք է չապրեմ աշխարհիկի պես, մեղքի մեջ թրև տամ, շարունակեմ վախենալ, այլ հակառակը։ Ու այսօր ասում եմ Դավթի պես, մինչև անգամ գնամ մահվան շոկի ձորի մեջ, ես ոչ մի բանից չեմ վախենում, Տերն է իմ հետ։ Տեր, ես վերցնում եմ Հեսուի դիրքը։ Ես վերցնում եմ Հեսուի դիրքը։ Այն օրը, որ ես քեզ ընդունեցի, ոնց որ Տերը Մովսեսին ասաց ուղարկիր լրտեսների, ես թող հետախուզեն։ Տերն է նրանց հետ էր։ Այն օրը, որ ես քեզ ընդունեցի, այն օրվանից դու ինձ հետ ես։ Ուր էլ որ գնամ, ինչ էլ որ անեմ, դու ինձ հետ ես։ Տեր, ամբողջությամբ հանձնվում եմ քո ձեռքերի մեջ։ Շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալություն եմ հայտնում, Տեր, այս րոպեի համար։ Շնորհակալություն եմ հայտնում, որ դու ես իմ Տերը, դու ես իմ Տիրականը, դու ես Տեր, ամբողջությամբ իմ հոգին, իմ մարմինը, իմ շունչը քեզ եմ տալի ու ասում եմ. այսուհետև ես լինելու եմ Հեսուի պես։ Միայն ու միայն այն օրվանից, որ ես քեզ ընդունեցի Տեր ու Փրկիչ, միայն ու միայն դու ես իմ հետ։ Միայն ու միայն դու ես ինձ առաջ տանում։ Միայն ու միայն Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալություն, Տեր։ Շնորհակալություն։ Ամեն։ Հիմա աղոթում եմ այն մարդկանց համար, որ հոգսերի մեջ են։ Տեր, հիմա աղոթում եմ այն մարդկանց համար, ովքեր ունեն հոգսեր, ովքեր ինչ իրավիճակներում են, ինչ որ պատասխանների են սպասում։ Տեր, ես խնդրում եմ, որ դու դիպչես նրանց, դիպչես, փոխես նրանց սիրտը, դիպչես։ Ու Հիսուս Քրիստոսի անունով ասում եմ, Տեր, այն ինչ որ պրոբլեմա իմ այդ մարդու համար, թող գա քո պատասխանները, քո հանգստությունը, քո բժշկությունը, քո ներկայությունը, քո սերը։ Այն ինչ որ անհանգստացնում է, թե կլինի հիվանդություն, թե կլինի իրավիճակ, թող քանդվի հենց հիմա Հիսուս Քրիստոսի անունով։ Թող գա Տիրոջ բժշկությունը ու Տիրոջից տված ինձ իշխանություն։ Հիսուս Քրիստոսով ես ծածկում եմ բոլորիդ Տիրոջ պահապանության տակ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Տերը ձեզ օրհնի։ Ժողովուրդ ջան, փառք Աստծո։ Եթե դու այսօր ստացար խոսքը, քո դա դիպչեց քո սրտին, գրի, որ ստացա։ Տերը ձեզ օրհնի։ Օրհնի։ Փառք Աստծո։ Բոլորիդ կոչ եմ անում, որ նայեք այս ուղիղ եթերը նորից, վերցնեք, վերանայեք, որտեղ եք ունեցել այդ 10-ի դիրքը, որտեղ այդ 10-ի դիրքը շրջժամանակ ձեր մեջ է։ Այդ երկուսի դիրքն էլ է ձեր մեջ։ Այդ երկուսի դիրքն էլ է, պրոստը այսօր դու պետք է որոշում կատարես։ Վերցնում ես 10-ի դիրքը, թե 2-ի դիրքը։ Հիշեք, այդ 10 լրտեսները, որ ուղարկվեցին Մովսեսի կողմից, նրանք պատճառ դարձան, որ ամբողջ Իսրայելի սերունդը մեռավ անապատում։ Իսկ այն երկուսը նրանք պատճառ դարձան, որ Հեսուն ինքը այն նոր սերունդին բերեց ուր Քանանի երկիր։ Թող այսօրվանից քո կյանքում լինի վերցրու այդ որոշումը, որ դու մարդկանց պետք է բերես Քանանի երկիր, Հեսուի պես պետք է մնաս Աստծո խոսքի մեջ։ Աստված քո հետ է, ինչ չի հետաքրքրում, ով ես ու որտեղ ես։ Այն օրը, որ դու Հիսուս ես ընդունել, դու հիշի, Աստված քո հետ է։ Աստված քո հետ է։ Աստված քո հետ է, նորից եմ կրկնում, Աստված քո հետ է։ Ու դու պետք է սերունդներ բերես Քանանի երկիր, 10-ի нման չլինես, նրանք մարդասպան դուրս եկան։ Օրհնում եմ բոլորին, ժողովուրդ ջան։ Родные мои, я для тех, кто говорит на русском языке, дорогие мои, это мой армянский канал.
Я тут время от времени провожу прямые эфиры на армянском, но у меня также есть русский канал. Ну, я думаю, многие уже знают. Вы можете на русском там посмотреть все мои видео, все мои там, ну, продвижения. Окей? Ժողովուրդ ջան, օրհնում եմ բոլորիդ, խոսք չեմ տալի, բայց ժամանակ առ ժամանակ իմ այս հայկական կանալով ես կանեմ ուղիղ եթերներ, Տերը ձեզ բոլորիդ օրհնի։ Եթե ինչ-որ մեկն էլ չունի հնարավորություն նայել Instagram, դա շուտով լինելու է տեղադրվելու է YouTube-ում։ Ստեսություն ձեզ։